Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 19-րդ գլուխ։ Թագավորը խորհուրդ կհարցնե Եսայիի։ Երբ Եզեքիա թագավորը լսեց, իր հագուստները պատրեց, քուր ցակավ եւ դիրոջ դուրը մտավ։ Հետո Եղիագիմ արքունաբեդը, Սեփնա Ադենաթբիրն ու քահանաներուն երեցները քուրցեր հագած ղրգեց Ամոսի որդիին Եսայի մարգարեին։ Անորսին Եզեքիա սագսե այսօր դակնաբի կշտամբանքի եւ անարքանքի օր է։ Արդարև զավակները մինչև արքանտին պերանը ասան, բայց ծնանելու ուժ չկա։ Թերևս դերը քո Աստվածդ Ռապսագի բոլոր խոսքերը լսե, որ իր դերը Ասորեստանի թագավորը ղրգեց ապրող Աստվածը նախադելու համար, ու դերը քո Աստվածդ իր լսած խոսքերուն համար գշտամբե։ Ուրեմն թուն կոյություն ունեցող մնացորդին համար աղոթք բարձրացուր։ Եզեքիա թագավորին զարաները Եսայիի կացին։ Եսայի ալ անոնց ասավ. Ձեր դիրոջ սա ասեք. դերը սագա հայդարարե։ Մի վախնար քու լսած խոսքերդ, որոնց մով Ասորեստանի թագավորին սպասավորները ինձի հայոյեցին։ Ահա ես անոր վրա ոգիմը պիտի ղրգեմ եւ լուրը լսելով իր երգիրը պիտի վերադառնա։ Իր երկրի մեջ զայն սուրով պիտի զարնեմ։ Ասորեստանցիները ուրիշ սպառնալիք մը գղրգեն։ Ռապսակ վերադարձավ եւ Ասորեստանի թագավորը գտավ, որ Լեբնայի թեմ կպատերազմեր, որովհետեւ լսած էր թե Լաքիսեն մեկները։ Սենեքերիմ Եթոպիայի Թարագա թագավորին մասին լսեց թե գսեին. ահա ան քեզի թեմ պատերազմելու համար դուրս ելեր է։ Դարձյալ Եզեքիայի պատգամավորներ ղրգեց ասելով. Հութայի Եզեքիալ թագավորին սա ասեք. Քո Աստվածը որուն կվստահիս, քեզ թող չհրաբուրե ասելով Երուսաղեմը Ասորեստանի թագավորին ցերկը պիտի չմատնվի։ Ահա թուն լսեցիր, ինչ որ Ասորեստանի թագավորները բոլոր երկիրներուն ինչպես անոնք ավերեցին, ուստի միայն թուն գազադիս։ Միթե իմ հայրերուս գոդորած ազգերուն, Քովզանի, Խարանի, Ռեսեպի եւ Թելասարի մեջ եղող Եթեմի որդիներուն աստվածները զանոնք ազատեցին։ Ուր են Եմաթի թագավորը, Արփաթի թագավորը ու Սեփարվիմ քաղաքին Աննայի եւ Ավայի թագավորը։ Եզեքիա նամակը պատգամավորներուն ցերկեն արավ եւ զայն գարտած, ապա դիրոջ դունը բարձրացավ ու Եզեքիա դիրոջ արչեւ զայն բացավ։ Եզեքիա դիրոջ արչեւ աղոթեց ասելով. ով դեր Իսրայելի Աստված, որ կերոպեներու վրա կփազմիս, երկրի բոլոր թագավորություններուն Աստվածը միայն թուն ես, երկինքն ու երգիրը թունը ստեղծեցիր։ Ով դեր Թարցուր ականջդ եւ լսե, ով դեր Փաց աչքերդ ունայե եւ լսե Սենեքերեմի խոսքերը, որ ղրգեց ապրող Աստվածը նախադելու համար։ Ով դեր Ասորեստանի թագավորները իրապես ասկերն ու անոնց երկիրները ավերեցին եւ անոնց աստվածները գրագի մատնեցին, որովհետեւ անոնք Աստված չէին, հաբա մարդու ցերակորձ էին, փայդ ու քար, ուստի զանոնք գործընծուցին, ուստի հիմա գաղերսեմ ով դեր մեր Աստվածը, ազատե մեզ անոր ցերկեն, որբես երկրի բոլոր թագավորությունները գիտնան, թե միայն թուն ով դեր Աստված ես։ Եսայիի պատգամը թագավորին։ Ամովսի որդին Եսայի Եզեքիայի մարդ ղրգեց ասելով. դերը Իսրայելի Աստվածը սագը հայդարարե։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին ինձի աղոթածդ լսեցի։ Ահա վասիկ անորթեմ դիրոջ ըսած խոսքը։ Սիոնի գույս աղջիկը քեզ արհամարեց, քեզ զաղրեց։ Երուսաղեմի աղջիկը քու յետևետ գլուխ շարժեց։ Թուն ով նախադեցիր, որուն այոյեցիր, որուն թեմ ցայնդ բարձրացուցիր, Իսրայելի սուրբին թեմ աչքերդ վերցուցիր։ Դերը նախադեցիր քու պատգամավորներուդ միջոցով եւսիր։ Իմ բազմաթիվ գարկերովս լերներուն բարձունք ելա, Լիբանանի լանջերը, անոր հաղթահասակ մայրիները եւ ընդիր եղևնիները պիտի գդրեմ։ Ու պիտի հասնիմ անոր ծայրակույն բնակությունը, անոր Գարմեղոսին անդարը։ Ես սպորեցի եւ օդար ճուրերը խմեցի, ոտքերուս ներբամներով ցամքեցուցի բաշարված դեղերուն բոլոր կեդերը։ Միթե լսած չես թե ասիգա ես պատրաստեցի նախաբես, ես ծրագրեցի վաղի մի օրերեն, հիմա իրակորձեցի, որբեսի տուն բարսպաբատ քաղաքները ավերագի գույդերու վերածես։ Ուստի անոնց բնագիչները անզոր եղան, զարհուրեցան եւ ամտցան,
Անոնք տաշտի փույսի պես, գանաչ թալարի պես, դանիքի խոդի պես, հասուննալեն առաջ խորշագահար ծորենի պես եղան։ Բայց ես կու նստիլդ, դուրս ելելդ ու ներս մտնելդ գիտեմ, նաև ինձի դեմ ունեցած մոլեկնությունդ, որովհետև ինձի դեմ ունեցած մոլեկնությունդ եւ քո անպատկառությունդ ագանչներուս սպարծացան։ Ես ալ իմ օղագս քու քիթդ բիդի տնեմ եւ իմ սանսս քու շրթունքդ ու քու եկած ջամփայետ քեզ բիդի վերադարձնեմ եւ սա քեզի նշան բիդելա այս տարի ինքն իր մե փուսածը բիդի ուտեք երկրորդ տարին ինգած հադերեմ փուսածը իսկ երրորդ տարին սերմանեցեք ու հնցեցեք այքիներ դնգեցեք եւ անոնց բդուղը գերեք հութայի դունեն ազատած մնացորդը վարեն արմատ բիդի արցագե ու վերեն բդուղ բիդի տա Արտարև Երուսաղեմի մնացորդ մը բիդի ելե ու Սիոն լերնեն ազատածներ ասիգա զորքերու դիրոջ նախանցախնդրությունը բիդի կատարե հետևաբար Ասորեստանի թագավորի մասին դերը սա գայդարարե անայս քաղաքը բիդի չմտնե անոր նետ բիդի չարցակե անոր արչև վահանով բիդի չկա անոր թեմ հողափլուր բիդի չփարստացնե իր եկած ջամփայեն բիդի վերադառնա եւ այս քաղաքը բիդի չմտնե գբատկամե դերը այս քաղաքը բիդի պաշտպանեմ ու որ զայն ազատեմ իմ անունիս համար ու իմ ծառայիս Դավիթի սիրուն համար այդ գիշերը դիրոջ ռեշտակը դուրս ելավ եւ ասորեստանցիներու բանակավայրի մեջ 185,000 մարդ զարգավ երբ արդուն գանուխ ելան ահա անոնք բոլորն ալ մեռած մարմիններ էին ուսի ասորեստանի Սենեքերիմ թագավորը մեկնեցավ քնած նինվերը վերադարձավ եւ հոմ մնաց երբ իր աստուծույն Նեսրակի դան մեջ կերգրբակեր իր որդիները Ադրամելեկ ու Սարասար զինքսուրով զարգին եւ Արարադի երգիրը խույս տվին անոր դեղ իր որդին Ասորտան թագավոր եղավ Փառք ես Տեր Աստված մեր ամեն